Այսպիսի մարդիկ աշխատում են մասշտաբի հետ և այսպիսի մարդկանց կարող եք տեսնել, ովքեր միշտ կարիք ունեն մարդկանց օգնելու, մարդկանց փրկելու, նաև կարող եք տեսնել 911 հրշեջ ծառայություններում, այսպիսի աշխատանքներ կատարելով։ Այսպիսի մարդիկ հին հոգի են, որովհետև եկել են իրենց միսիան կատարելու և այս մոլորակից հեռանալու։ Այս մարդիկ ծնվել են մի քանի անգամ, իրանցից լինում են լավ ուսուցիչներ, լավ ղեկավարներ, որովհետև այսպիսի մարդիկ պետք է հոգևորը շատ կարևոր լինի այսպիսի մարդկանց մոտ։ Ինչպես կարող եք ճանաչել այս մարդկանց։ Այս մարդիկ մեկ-մեկ հագնում են այնպիսի հագուստներ, օրինակ կապիշոնով, սպորտային հագու կապով կարող եք այսպիսի մարդկանց ճանաչել։ Շատ արագ-արագ, ասենց ստրոյնի մարդիկ են, կարող են քայլել, արագ-արագ հաց ուտել, արագ-արագ իրենց գործերն անել, գլխում շատ են մտքերը և անընդհատ պատերազմների մեջ են, սիրում են միշտ լինել առաջի տեղում, այսպիսի մարդիկ ինչ մտածում են, դա արտահայտվում են, ինչ որտեղ, եթե մինուսի մեջ են, նեգատիվ, բացասական էներգիայում եթե գտնվում են, այսպիսի մարդիկ չեն կարողանում բալանսի բերել իրենց էներգիաները, այսպիսի մարդիկ պետք է սովորեն, որպեսզի կարողանան բալանսի բերել իրենց հոգևորը և կայուն լինեն հողի վրա կանգնած, ամեն ինչ բալանսի մեջ պետք է լինի։ Այդ դեպքում այսպիսի մարդկանց մոտ կարող է լինել մեծ փոփոխություններ դեպի դրականը։ Այսպիսի մարդիկ ինչպես կարող են քանդել ամեն ինչ զրոյից սկսել, մանավանդ երկրորդ թվանշանը ամսվա այս թվի, որը ստանում ենք նույն թվանշանը, և այսպիսի մարդկանցից լինում են լավ ղեկավարներ։ Այսպիսի մարդիկ պետք է սովորեն բալանսի բերել իրենց էներգիաները, հոգևոր պրակտիկաներ անել և այսպիսի մարդկանց կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում հեշտ։ Բավական ռիսկային են, մեքենայի հարցում ինչպես կարող եք ճանաչել, գոնկաների մեջ են, միշտ առաջի տեղում են սիրում լինել, որովհետև այստեղ բավականին լուրջ և կրակոտ էներգիայի մասին ենք խոսում, և այստեղ այս թվանշանի ծնված մարդիկ, դրանք, ովքեր ծնվել են ամսվա 9-ին, 18-ին և 27-ին,